Ուժեղ Հայաստան կուսակցությունը առաջիկա ընտրություններին դաշինք կկազմի այն քաղաքական ուժերի հետ, որոնք նոր են եւ ներկայացնում են նոր առաջնորդություն Հայաստանում։ Այս մասին Armenia հեռուստաընկերության եթերում հայտարարել է կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Մեր հասարակությունում կա մեծ սպասելիք հանրային միավորման, համախմբման, քանի որ արդեն իսկ տարիներ շարունակող պառակտումը խանգարում է մեր հասարակությանը բնականon զարգանալ։ Եվ այդ իսկ պատճառով մենք որոշեցինք գնալ դաշինքային սկզբունքով այն ուժերի հետ, որոնք նոր են, որոնք նոր առաջնորդություն են ներկայացնում Հայաստանում եւ կարծում եմ, որ դա ամենաճիշտ ձևաչափն է Հայաստանում փոփոխություններ բերելու, որակական նոր փոփոխություններ։ Նախորդին գավառ այցելության ժամանակ էր Նարեկ Կարապետյանը հայտարարել այլ ուժերի հետ դաշինք կազմելու ցանկության մասին, թե ինչու եւ որ ուժերն էին ներգրաված այդ ցանկում չէին ցանկացել բարձրաձայնել։ Պատտվող շշուկներին, թե իրենց հավաքած ձայները ընտրություններից հետո կտան մեկ այլ ուժի, Նարեկ Կարապետյանը եւս մեկ անգամ հաստատել է։ Իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Ես եւս մեկ անգամ ասում եմ, յուրաքանչյուրը կարող է գրազ գալ ուժեղ Հայաստան ընտրելու է վարչապետ Սամվել Կարապետյանին, Հայաստանի նոր առաջնորդություն է պետք։ Չի ընտրելու ոչ մեկին ընդդիմությունից, ընտրելու է Սամվել Կարապետյանին, նոր առաջնորդություն է պետք եւ մենք պատրաստ ենք գրազ գալ յուրաքանչյուրի հետ Հայաստանի նոր առաջնորդություն է լինելու, նոր առաջնորդ է լինելու, ով Հայաստանը հանելու է աղքատությունից եւ ապահովելու է երաշխավորված խաղաղություն։ Իրանը կրկին հարվածել է Բաղդադում եւ Քուվեյթում ամերիկյան բազաներին, խոշոր վնասներ պատճառելով։ Իրաքյան լրատվամիջոցները հաղորդել են Իրաքի Սուլեյմանիե քաղաքի ամերիկյան համալսարանի հրթիռակոծման մասին։ Իրանական հրթիռները պտտվում են նաեւ Թել Ավիվի երկնքում։ Իսրայելական հակաօդային պաշտպանությունը չի կարողանում որսալ դրանք։ Չնայած Իրանի զանգվածային հարձակումներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեսանյութ է հրապարակել X-ի իր էջում իրանական Սպահան քաղաքի զինամթերքի պահեստի ավիահարվածներից։ Երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչին ի պատասխան հայտարարել է մեջբերում. ժամանակն է վտարել ԱՄՆ ուժերը տարածաշրջանից։ Մեր հարձակումները ուղղված են ագրեսիվ թշնամու դեմ, որը չի գնահատում արաբներին կամ իրանցիներին։ Թշնամու, որը սկզբունքորեն անկարող է ապահովել տարածաշրջանի անվտանգությունը։ Զուգահեռ X-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Թրամփը, որտեղ երևում է, թե ինչպես է ինքը դեռ 1984 թվականի հարցազրույցներից մեկում ասել, թե Միացյալ Նահանգները պետք է վերահսկողություն ստանձնի Իրանի նավթային ենթակառուցվածքների նկատմամբ։ Go in and grab one of their big oil installations, and I mean grab it and keep it. 4 իսրայելցի զինվոր է զոհվել Լիբանանում թեժ մարտերի ժամանակ, տեղում աշխատող միջազգային լրատվամիջոցների թղթակիցները նկատել են։ Իսրայելից ուղարկված սանավիացիոն ուղղաթիռների չափը չի համապատասխանում ընդամենը 4 զոհի եւ 6 վիրավորի թվին։ Չնայած օրեցօր թեժացող կռվին եւ շարունակվող ռմբակոծություններին, մինչ օրս իսրայելական կողմը իր զոհերի մասին, ընդ որում նաեւ քաղաքացիական շրջանում, ընդամենը մի քանի անգամ է հայտարարել։ Լիբանանի իշխանությունները հայտնել են, որ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 1247 մարդ, իսկ վիրավորվել 3690-ը։ Իսրայելի օդուժը չի դադարեցրել հարձակումներն անգամ գիշերը։ Զոհերի թվում են նաև ՄԱԿ-ի 2 խաղաղապահներ, որոնք սպանվել են Լիբանանի հարավում գտնվող Բանի Հայան գյուղի մոտակայքում իրենց ավտոմեքենայի պայթյունի հետևանքով։ Սա վերջին 2 օրվա ընթացքում միավորված ազգերի կազմակերպության ուժերի թիրախավորման արդեն երկրորդ մահաբեր դեպքն է։ ՄԱԿ-ի առաքելությունը դեռևս պաշտոնապես չի հստակեցրել մահաբեր հարվածների ճշգրիտ աղբյուրն ու հանգամանքները։ Միջազգային հանրությունը խստորեն դատապարտել է կատարվածը, պահանջելով անհապաղ դադարեցնել հարձակումները միջազգային անձնակազմի վրա։ Իրավիճակի այսպիսի սրումը լուրջ կասկածի տակ է դնում տարածաշրջանում խաղաղապահ առաքելության հետագա անվտանգությունը։ Իրանը հրթիռային զանգվածային հարված է հասցրել Իսրայելի ուղղությամբ։ Իրանական կողմը հայտարարել է Թել Ավիվում եւ Նովա Գալիլում գտնվող ռազմավարական նշանակության օբյեկտների, այդ թվում գործարանների թիրախավորման մասին։ Հարձակման հիմնական նպատակն է եղել իսրայելական սպառազինության եւ հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության ոչնչացումը։ Միաժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է Սպահանի օդային տարածքում ամերիկյան 2 MQ-9 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այս գործողությունները ներկայացրել է որպես հատուցում իր զինվորականների սպանության համար։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է Իրանի դեմ սահմանափակ ցամաքային գործողությունների, արդեն երկրորդ ամիսը շարունակվող պատերազմի ֆոնին, հայտնում է Al Jazeera-ն։ Վաշինգտոնը տարածաշրջան է գործ ուղղել մոտ 7000 լրացուցիչ զինծառայող, այդ թվում ծովային հետևակայիններ եւ հատուկ օդադեսանտային ստորաբաժանումներ։ Ռազմական ծրագրերի հիմնական թիրախներն են Ղարկ եւ Ղեժբ կղզիները, որտեղ կենտրոնացած են Իրանի նավթային ենթակառուցվածքներն ու հարվածային հնարավորությունները։ Այս գործողությունների նպատակը Հորմուզի նեղուցի վերահսկողությունը վերականգնելն ու նավթի համաշխարհային գների աճը կասեցնելն է։ Սպիտակ տունը դիտարկում է նաև Իրանի տարածքում պահվող հարստացված ուրանի պաշարների առգրավման կամ ոչնչացման բարդ առաքելությունը։ Այդուհանդերձ ներկա զորախումբը քանակապես զգալիորեն զիջում է նախկինում Իրաք ներխուժած ուժերին եւ բավարար չէ երկրի օկուպացիայի համար։ Թեհրանն արդեն սպառնացել է պատասխան հարվածներ հասցնել տարածաշրջանային այն պետությունների ենթակառուցվածքներին, որոնք կաջակցեն ամերիկյան զորքերին։ Դոնալդ Թրամփի հայտարարությունները փաստում են, որ Վաշինգտոնը հակված է կայծակնային հարձակումների, բայց դեռևս խուսափում է լայնածավալ ու երկարատև ցամաքային պատերազմից։ Լիբանանի հարավում գտնվող Բանի Հայան գյուղի մոտակայքում երկու խաղաղապահ է զոհվել ՄԱԿ-ի ավտոմեքենայի պայթյունի հետևանքով։ Սա վերջին 2 օրվա ընթացքում միավորված ազգերի կազմակերպության ուժերի թիրախավորման արդեն երկրորդ մահաբեր դեպքն է։ Նախորդին արկի պայթյունից սպանվել էր Ինդոնեզիայի եւս մեկ քաղաքացի։ Իսրայելական բանակը ցամաքային ներխուժումն ընդլայնել է հենց խաղաղապահների տեղակայման այս գոտիներում։ ՄԱԿ-ի առաքելությունը դեռևս պաշտոնապես չի հստակեցնում մահաբեր հարվածների ճշգրիտ աղբյուրն ու հանգամանքները։ Միջազգային հանրությունը խստորեն դատապարտել է կատարված պահանջելով անհապաղ դադարեցնել հարձակումները միջազգային անձնակազմի վրա։ Իրավիճակի այսպիսի սրումը լուրջ կասկածի տակ է դնում տարածաշրջանում խաղաղապահ առաքելության հետագա անվտանգությունը։ Իսպանիայի կառավարությունը պաշտոնապես փակել է երկրի օդային տարածքն ու ռազմաբազաները Իրանի դեմ գործողություններ իրականացնող ամերիկյան օդուժի համար։ Մադրիդն այս պատերազմն անվանել է միակողմանի եւ հակաիրավական, հրաժարվելով աջակցել Վաշինգտոնի արկածախնդիր քայլերին։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը նույնպես հայտարարել է, որ բրիտանական ցամաքային զորքերը չեն ներքաշվի Դոնալդ Թրամփի հրահրած այս հակամարտության մեջ։ Լոնդոնը կսահմանափակվի բացառապես պաշտպանական միջոցներով եւ կփորձի լուծել Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամը։ Արգելքներն արդեն ստիպում են ամերիկյան օդուժին շրջանցել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին եւ փոխել մերձավոր արևելքի թռիչքուղիները։ Սպիտակ տան ղեկավարն արդեն հեգնանքով քննադատել է եվրոպացի գործընկերներին, նրանց դիրքորոշումը համարելով դաշնակցային պարտավորությունների դրժում։ Չնայած Վաշինգտոնի ճնշումներին եվրոպական առաջնորդների այս դիմադրությունը զգալիորեն բարձրացնում է նրանց ներքին վարկանիշը սեփական երկրներում։ Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանում իրականացվող էպիկական ցասում ռազմական գործողությունը կտևի եւս 4-ից 6 շաբաթ։ Մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի խոսքով գրոհն ընթանում է ըստ նախատեսված պլանի, օրեցօր մեծացնելով Միացյալ Նահանգների զինուժի առավելությունը։ Դոնալդ Թրամփը 10 օրով հետաձգել է հարվածները էներգետիկ հանգույցներին, Թեհրանին տալով մտածելու ժամանակ։ Վաշինգտոնը պնդում է, թե Իրանի պաշտոնյաներն արդեն իսկ գաղտնի բանակցում են, փորձելով կանխել պետության լիակատար կործանումը։ Այդուհանդերձ հաջող բանակցությունների մասին այս լավատեսական պնդումները զգալիորեն հակասում են Իրանից հնչող պաշտոնական հռետորաբանությանը։ Իրանը սպառնացել է դուրս գալ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից, պատճառաբանելով, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակումների պայմաններում միջազգային սահմանափակումների ենթարկվելն այլևս անիմաստ է։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կոմիտեի անդամ Ալայեդին Բորուջերդին պարզաբանել է, որ երկիրը չի կարող միաժամանակ ենթարկվել ռմբակոծությունների եւ շարունակել հետևել այսպես կոչված խաղի կանոններին։ Նրա խոսքով խորհրդարանում արդեն շրջանառվում է համապատասխան օրինագիծը, որին կողմ է падգամավորների մեծամասնությունը։ Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է հասմ արգելված խմբավորման խոշոր ահաբեկչական բջջի վնասազերծման եւ նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի դեմ նախապատրաստվող մահափորձի կանխման մասին։ Իրավապահները ձերբակալել են կառույցի առանցքային դեմքերից մեկին, որն արդեն մի քանի հերակա ցմահ դատավճիռ ունի։ Գերատեսչության հրապարակած տեսանյութում ձերբակալվածը խոստովանում է, որ հրահանգ է ստացել զենիթահրթիռային համակարգով խոցել նախագահական օդանավը։ Ըստ պաշտոնական վարկածի կասկածյալը ռազմական փորձառություն է ձեռք բերել Գազայի հատվածում։ Նրան է վերագրվում նաև Տանտայի ոստիկանական ուսումնական կենտրոնի պայթյունի եւ գեներալ Ադել Ռագայի սպանության կազմակերպումը։ Ձերբակալվածն իր խոստովանության մեջ տեղի ունեցածն անվանել է սոսկ պայքար իշխանության համար։ Ներկայումս գործը փոխանցվել է պետական անվտանգության դատախազությանը, իսկ ուժայինները շարունակում են մուսուլման եղբայրներ շարժման հետ կապվող կառույցների զանգվածային ձերբակալությունները։